ամեն հատկանիշ, որ ունի կինը եւ տղամարդը, դրանք հատուկ նախատեսված են իրենց գործառույթները լավագույնս կատարելու համար։ Եվ հին կտակարանում մենք տեսնում ենք կնոջ հին ժամանակների նախաքրիստոնեական ընկալումը, որը շարունակվում է թերևս մինչև առաջին դարը, օրինակ Պողոս առաքյալի խոսքը, որ չկա տարբերություն կնոջ եւ տղամարդու միջև, ուղղակի անընկալելի էր ժամանակակից հրեական համայնքների համար, ում ուղղված էր այդ խոսքը, որովհետեւ միդրաշներում կա աղոթք հրեաների համար, որ ամեն առավոտ գրեթե հրեաները ասում էին. Տեր, շնորհակալություն, որ ես կամ, շնորհակալություն, որ ես հրեա եմ, եւ շնորհակալություն, որ ես տղամարդ եմ, ոչ թե կին։ Այսինքն կինը մի տեսակ թեր արարչություն էր համարվում, բայց սրանք հասարակական ընկալումներն էին, ինչի համար, որովհետեւ երբ չկար մտքի գերակայություն, ամենակարևոր գործառույթը մարդու իր ֆիզիկական ունակություններն էին։ Պետք է մենք հասկանանք, որ մարդկության մեծամասնությունը աշխատում էր կամ հող մշակելով կամ անասնապահությամբ։ Եվ այս գործառույթի մեջ տղամարդու ֆիզիոլոգիական հնարավորությունները, ֆիզիկական հատկանիշները շատ ավելի օգուտ էին բերում, քան կանանց հատկանիշները, եւ գնահատողն էլ ամեն ինչի տղամարդիկ էին հիմնականում, ոչ թե կանայք։ Կին ու տղամարդը հավասար են, այսինքն ոչ թե կարող են, այլ իրենք հավասար են։ Կարծում եմ, որ ֆեմինիզմը իր նախնական ձևով ու իր նախնական նշանակությամբ, որը վերաբերում էր կանանց ընտրելու իրավունք ունենալուն, կանանց բոլոր, օրինակ դատարանում վկայություն տալու իրավունքին, գործարարությամբ զբաղվելու իրավունքին, այլն, դրանց մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում եւ առավել եւս ես մտածում եմ, որ այս գիտակցությունը արևմտյան հասարակության մեջ եկել է հենց քրիստոնեությունից, որովհետեւ որևէ այլ կրոն չի տեսնում կնոջը հավասար տղամարդուն, այլ քրիստոնեությունն է իրավական առումով, աստվածաբանական առումով սեռերի մեջ հավասարություն տեսնում եւ այս պայքարը սկզբում սուֆրաժիստուհիների, հետագայում նաեւ ֆեմինիզմի բխում է հենց քրիստոնեական աշխարհայացից ու քրիստոնեական մտածողությունից, բայց ինչպես որ շատ գաղափարներ ֆեմինիզմը նույնպես վերածվեց ուլտրաֆեմինիզմի, այսինքն հավասարության պահանջը դարձավ գերակայության պահանջ եւ կորցրեց իր օբյեկտիվությունը ընդհանրապես մարդկանց մտքերում։ Ինչ վերաբերում է խորան բարձրանալու արգելքին, կամ կարգին, մեր եկեղեցին բացի կանոնական կյանքից առաջնորդվում է նաեւ ավանդությամբ։ Այսինքն ի սկզբանե եւ հրեական քահանայության դեպքում եւ քրիստոնեական քահանայության դեպքում կանայք քահանայության մեջ չեն եղել։ Ինչի՞, որովհետեւ քահանայության մեջ լինելը անհամադրելի է երեխաներին խնամելու հետ։ Մենք գիտենք, որ տղամարդիկ ինչքան էլ հակված լինեն, երեխայի խնամքին, բայց կանանց ծննդաբերությունից հետո Աստծո կողմից տրվում է նաև ֆիզիոլոգիական շատ առավելություններ, եւ սրանք գիտականորեն ապացուցված են, լսողությունը, տեսողությունը ավելի սրվում է, ավելի լավանում է, կանայք շատ ավելի լավ են զգում իրավիճակը, բազմակի ուշադրություն կանայք ունեն եւ սա էլի մարդու էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերված հատկանիշներ են։ Տղամարդիկ հիմնականում կարողանում են կենտրոնանալ մի կետի վրա, որովհետև իրենց հիմնական խնդիրը լուծել, ասենք, որսի հարցը, եղնիկի հետևից վազել, սպանել եղնիկին, որպեսզի ընտանիքը կարողանա ուտել։ Եվ անգամ մեծ ցանկության դեպքում տղամարդիկ չունեն այդ ֆիզիոլոգիական հատկություններն ու հատկանիշները լավագույնս զբաղվելու երեխաների խնամքով եւ դաստիարակությունն էլ կանանց դաստիարակությունը շատ ավելի անմիջական է, որովհետև իրենք աստվածատուր այդ հատկանիշ ունեն, ավելի ուշադիր ու ավելի նրբազգաց լինելու, քան տղամարդկանց։ Մեր հայկական իրականության մեջ ամենատարածված անունը եկեղեցիների Սուրբ Մարիամ Աստվածածինն է։ Մեր իրականության մեջ կանանց ամենատարածված անուններից է Աննան, Մարիամը, Աննան Մարիամ Աստվածածնի մայրն է։ Այսինքն նորից Սուրբ Կույսի ընկալման, հարգանքի եւ նրա բարեփոխության տրամաբանության մեջ է այս ամեն ինչը,
Բացի դրանից մեր պատմության ընթացքում բազում պատմական վանքերի բարերարությունը կանայք են, հա, իշխանների կանայք, թագուհիները իրանք են ստանձնել, օրինակ Գնդևանքը, Անի շատ եկեղեցիները եւ միշտ ներգրաված են եղել եկեղեցիների կառուցման եւ աղոթական կյանքի կազմակերպման մեջ։ Բացի դրանից մեր աղոթական կյանքում մենք առնվազն ունենք 2 շարականագիր կանանց անուններ։ Ընդհանրական եկեղեցում էլ մենք ունենք օրինակ տոներ, Երևան խաչի տոնը, որ կապված են ուղիղ Կոստանդին Կայսեր մոր հետ, հա, Հեղինեի հետ, որ էլի հարգի սուրբ է ամբողջ ընդհանրական եկեղեցում եւ ներկայում էլ եկեղեցին իր սոցիալական ծառայությունը խնամքը շատ հաճախ կանանց միջոցով է իրականացնում։ Մենք ունենք գրեթե բոլոր եկեղեցիներում ունենք տիկնանց միություններ, ովքեր հոգում են եկեղեցու կարիքները ասեղնագործության, մաքրության եւ այլն, եւ ինչը անբաժանելի ու շատ կարեւոր մասն է մեր աղոթական կյանքի։ Եվան չհամաձայնվեց Աստծո կամքի հետ։ Այսինքն չուզեց ընտրել այն փրկության ճանապարհը, որ Աստված նախապատրաստել էր իր համար։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ Եվան, օրինակ, եթե անհնազանդ չգտնվեր, ապրելու էր շատ երջանիկ ու ուրախ ու անհոգ կյանք։ Եվ Մարիամ Աստվածածնի համաձայնությունն էլ ու հնազանդությունն էլ Աստծո կամքին չերաշխավորեց իր երջանիկ կյանքը, որտեղ վերջիվերջո իր զավակի մահը իր աչքերի առջև էր։ Հովսեփի հետ Մարիամ Աստվածածնի ամուսնությունը ու նշանադրությունը զուտ հրեական օրենքի կատարում էր, ինչի որովհետև Հովսեփը բավականին տարիքով մեծ մարդ էր, եւ քանի որ Մարիամ Աստվածածնի ծնողները մահացել էին, իսկ ժամանակի հրեական ընկալումներում կինը առանց տղամարդու անտեր էր, հա, համարվում եւ իրավունքները ոչ մեկ չկար, որ պաշտպաներ։ Հովսեփի Մարիամ Աստվածածնի հետ նշանվելը կամ ամուսնանալը ոչ թե ենթադրում էր ամուսնական կապ դասական իմաստով, այլ զուտ հովանավորչություն։ Մենք շատ քաջ ու խիզախ կանանց կերպարներ ունենք Աստվածաշնչում, օրինակ Եսթերի կերպարը կա, հա, որ կտրեց թագավորի գլուխը, Հռութի կերպարը կա, Ռեբեկայի կերպարը կա, եւ ինչն է ամենամեծ խնդիրը, որ այս կանայք անբարոյականներ էին նաեւ, հա, կան նաեւ, այսինքն Քրիստոսի սերնդաբանության մեջ գոնե 2 անբարոյական կին կա։ Եվ սա շատ կարևոր է հասկանալու համար, որ այն ինչ դու հիմա ես, դա չի կանխորոշում քո ապագան, եւ սա մարդու ազատության կարևոր ցուցիչներից ու հիմքերից է։ Մեզնից յուրաքանչյուրը ամեն պահի ունի հնարավորություն փոխվելու, եւ Մարիամ Մագդաղենացու օրինակը նաեւ այս հստակ օրինակներից է, որտեղ ավանդությունը պատմում է, որ Մարիամ Մագդաղենացին այն նույն անբարոյական կինն էր, ով լվաց Հիսուս Քրիստոսի ոտքերը։ Մեր հոգևոր կյանքի ու աշխարհիկ կյանքի ամենամեծ արճակատումը հենց այդտեղ է, թե ինչն է մարդուն արժեքավոր դարձնում, որովհետեւ երբ որ մենք մտածում ենք, որ մեր հասարակական դիրքը, մեր ունեցվածքն է մեզ դարձնում ավելի արժեքավոր, մենք դատարկում ենք մեր հոգին, որտեղ այն ինչ մեր համար արժեքավոր է, մենք դրան էլ ժամանակ ենք տալիս, ժամանակ ենք ծախսում դրա համար։ Եթե մենք նույն ձև հոգանք մեր հոգու մասին, ինչպես որոշ կանայք օրինակ հոգում են իրենց շուրթերի, դեմքի, չգիտեմ, հագուստի մասին, մենք կունենանք լրիվ ուրիշ հասարակություն։ Տեսեք, հասարակ ամենակենցաղային բանը ասեմ, եկեղեցական արարողություններին մասնակցելու համար մկրտություն կլինի, պսակ կլինի։ Ես չգիտեմ, նման ուսումնասիրություն չեմ արել, չեմ էլ հանդիպել, բայց շատ հետաքրքիր կլիներ իմանալ, օրինակ պսակվող զույգերից, հա, կամ մկրտվող մարդկանցից կամ ծնողներից, հա, ինչքան են մտածում աղոթքների մասին, տեղի, ինչքան են մտածում իրենց հագուստի մասին։ Օրինակ հարսիկները մեր ինչքան են մտածում են աղոթքների մասին, որ պիտի այնտեղ լինի, ինչքան են մտածում իրենց գեստի մասին։ Օրինակ ինչի է շատ նորմալ ու տրամաբանական 100 խանութ շրջել մի զգեստ ընտրելու համար եւ մի քանի անգամ էլ գնալ այդ զգեստը փոխելու համար, բայց օրինակ հրաժարվել 3 անգամ քահանայի հետ հանդիպել մինչեւ պսակի արարողությունը։ Հա, սրանք հարցեր են, տեսեք, որ տեսանկյունը հարցի տեսանկյունը լույս է սփռում այդ ամեն ինչի նկատմամբ։ 21-րդ դարի ամենամեծ
մարտահրավերը կյանքը չունենալն է, ապրելով, շնչելով, չապրելն է։